Սրբազան, շնորհակալություն, որ համաձայնեցիք այս քննարկմանը մասնակցել։ Հիմա երկրում իրավիճակը շատ ծայրահեղ է, ըստ էության բոլոր արժեքային համակարգերը, որոնք կային, կարող էին ազգին կամ ժողովրդին միավորել, դրանք հերթով եւ գուցե ծրագրավորված դրանք քանդվում են։ Արարատ, Արագած, հայաստանցի, ղարաբաղցի, կանայք երջանիկ չեն, որովհետև այն ինչ-որ երջանկություն է բերում, դա համարվում է անբարոյականություն եւ այլն։ Այս վիճակը բերել է արժեքային համակարգի քայքայմանը եւ մարդիկ միմյանց թշնամի են դարձել եւ ամբողջ հասարակությունը թշնամական ճամբարների է բաժանված։ Եվ նաեւ հարց է առաջանում, արդյոք ինչ-որ միավորող գաղափար մնացել է, թե չի մնացել, եւ շատերը, այսինքն հայացքները ուղղել են դեպի եկեղեցի, այսինքն մի կառույց, որը դեռևս չեն ավիրել, բայց քայլեր անում են, որը կարող է ինչ-որ միավորող դեր կատարել եւ մենք տեսնում ենք, որ եկեղեցին արդեն տարբեր հարցերի շուրջ սկսել է իր տեսակետներով հանդես գալ եւ այստեղ շատ կարեւոր են այն մեսիջները, որոնք գալիս են եկեղեցուց տարբեր հարցերի վերաբերյալ առաջերտին արժեքային համակարգի։ Դա կոչվում է սոցիալական հայեցակարգ, շատ եկեղեցիներ իրենց սոցիալական հայեցակարգերը չեն ձևավորել։ Հույս ունեմ, որ հայկական եկեղեցին այս ոլորտում իր աշխատանքները կշարունակի եւ իր դերը կունենա այդ միավորող գաղափարների ձևավորման գործում։ Դայդ մասին բազմիցս խոսել ենք, շնորհակալություն անշուշտ, որ այս թեման շոշափում եք։ Ես բազմիցս ասել եմ, եւ դա իմ խորին համոզումն է, որ հայ իրականության մեջ ուրիշ միավորող ինստիտուտ, ուրիշ միավորող ուժ չկա հայ առաքելական եկեղեցուց բացի։ Հիմա թե ինչպես է, որ դա ստացվել է, կարող ենք շատ վիճել, տարբեր քննարկումներ անել, ոմանք կարող են դա անցնել դրական լույսի տակ, ոմանք բացասական, բայց իրականությունը այդ է, որ հայ ժողովրդի միավորող միակ կառույցը, որը ի վիճակի է, ատակ է ժողովրդին միավորելու եւ բնականաբար նաեւ այ արժեքային համակարգի շուրջ դա հայ եկեղեցին։ Եվ բացարձակ ճիշտ է ձեր ասածը այն իմաստով, որ արժեքային համակարգերի փլուզում է տեղի ունենում բոլոր մակարդակների վրա։ Եվ դա կատարվում է գիտակցաբար, հետևողական կերպով, որոշ ուժերի վստահաբար թելադրանքով եւ աջակցությամբ եւ ուղղորդումով։ Եվ դրա համար էլ գլխավոր թիրախներից մեկը դառնում է ինքնաբերաբար հայ եկեղեցին։ Ես ուրիշ անգամներ եմ ասել, որ Հայաստանը տարբերվում է մյուս շատ երկրներից, երկրների մեծամասնությունից, նրանով, որ ինքը մոնոլիտ երկիր է, եւ ազգային նկարագրով եւ կրոնական։ Ազգային նկարագրով բացարձակ 98% հայեր են, կրոնական ուրեմն նկարագրով մոտ 88% հայ առաքելականներ են։ Այս մոնոլիտությունը չի բավարարում ոչ մեկի։ Նամանավանդ արևմտյան ուժերի եւ հետևողական կերպով 30 տարի շարունակ գնում էր այդ հարցակումը, այդ մոնոլիտության դեմ, որբեսի բազմաբեգոր հասարակություն ստեղծեն Հայաստանում։ Այսինքն ոչ մի ազգային միավորում բացարձակ մեծամասնություն չունենա, ոչ մի կրոնական կազմավորում բացարձակ մեծամասնություն չունեն։ Այն ժամանակ հեշտ կլինի կառավարել։ Եվ այդ ուղու վրա է այսօր այս իշխանությունը։ Եթե նախկին իշխանությունները ինչ որտեղ փորձում էին կուլիսների հետևում պայքարել այդ շարժումների դեմ, սրանք բացահայտ անցել են դրա կողմ եւ ոչ միայն անցել են, այլ նաեւ իրենք գաղափարապես այդ գաղափարի, այդ գաղափարականի կրողն են։ Իրենք հավատում են դրան, հավատում են դրա ապագային, այդ որ ասում են ապագա կա, հենց իրենք հասկանում են այդ իմաստով ապագան։ Եվ այդ պատճառով հիմնական թիրախը, այո, հայ եկեղեցին է,
որը միավորող ուժն է, նույնիսկ շատերի մոտ անգիտակցաբար կամ ենթագիտակցաբար, շատերը նոմինալ նույնիսկ իրենց պատկանելությամբ հայ առաքելական եկեղեցուն պատրաստ են նույնիսկ իրենց այդ նոմինալ պատկանելության համար պայքարել։ Հետևաբար նույնիսկ նոմինալ պատկանելությունը չի բավարարում շատերի, եւ նրանք նույնիսկ փորձում են նոմինալ պատկանելությունից էլ հեռացնել։ Ուրեմն սա ինչի մասին ասեցի, այսինքն խոսում է այն մասին, որ այո հայ եկեղեցին ինքնաբերաբար իր դիսկով, իր հեղինակությամբ, իր պատմությամբ, իր ժառանգությամբ, իր արժեքային համակարգով չի կարող գոհացնել ոչ այսօրվա իշխանություններին, ոչ էլ այս իշխանությունների տերերին։ Ինչ վերաբերում է սոցիալական հայեցակարգին, բնականաբար եկեղեցին նույնիսկ եթե թղթի վրա չունի սոցիալական հայեցակարգ կամ սոցիալական կոնցեպցիա, դա չի նշանակում, որ եկեղեցին սոցիալական հայեցակարգ չունի, նա իր գործնականում է արդայդում իր սոցիալական հայեցակարգը։ Եվ դա գալիս է դեռ Ներսես մեծից 4-րդ դարից, որ այն ժամանակ քրիստոնեական ուսմունքներ կոչվում, չէ՞։ Որը դա դիակոնիան, սոցիալական ծառայությունը, սոցիալական աշխատանքը, սոցիալական շերտերի մեջ ներգրավվածությունը, դա եկեղեցու ցանկացած եկեղեցու 3 կարևորագույն գործառույթներից մեկն է, որոնցից առաջինը քարոզությունն է, երկրորդը ծիսահարարողական կյանքն է եւ երրորդը դիակոնիան է, սոցիալական ծառայությունը, սոցիալական ընդգրկվածությունը, սոցիալական բոլոր շերտերի հետ համահավասար նույն հովվական ծառայությունն եւ հովվական խնամքը տանելը։ Եվ բնականաբար հայ եկեղեցին, որ ունի այդ ավանդույթը եւ առաջինն է կարող ենք ասել համաշխարհային պատմության մեջ, որ շեշտադրում է դրել այդ Ներսես մեծի ժամանակվանից այդ սոցիալական աշխատանքի վրա, հայ եկեղեցին չի կարող դրանից հեռու մնալ, մանավանդ որ եւ ազգային եւ կրոնական մագարտակի վրա ինքը դոմինանտ ներկայություն է։ Սրբազան, այն ինչ որ հիմա Հայաստանում կատարվում է, ինչ որ ձևի ունի նմանություններ, որոնք ժամանակին կատարվել են, ենթադրենք կաթոլիկ աշխարհում, հա, կաթոլիկությունը մենք դիտարկենք տվյալ դեպքում քրիստոնեական կոնտեքստում, դա էլ է քրիստոնեական եկեղեցի։ 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին այդ կապիտալիզմի զարգացման ժամանակ առաջացավ այդ հարուստների, աղքատների, թալանչիների, թալանվողների դիսկուրսը եւ համարում էր, որ եկեղեցին ու կաթոլիկ եկեղեցին կանգնած է հարուստների կողքին եւ թալանում է, հա, կամ նպաստում է աղքատների աղքատացմանը։ Եվ 1891 թվականին Հռոմի Պապը Լևոն 13-րդը Ռերում Նավարում կոնդակա հրապարակեց, որտեղ ասեց, որ մենք պետք է դեմքով շրջվենք դեպի ժողովուրդը, դեպի բանվորական դասակարգը, եւ դրանից հետո նույն Եվրոպայում առաջացան քրիստոնեական արհմիություններ, բանվորականներ, քրիստոնեական կուսակցություններ, որոնք մենք հիմա տեսնում ենք օրինակ Գերմանիայում քրիստոնյա դեմոկրատներ, տարբեր տեղեր քրիստոնյա սոցիալիստներ, որոնք ինչ էին ասում, իրանք դա ոչ թե հավատացյալների միություններ, այլ քրիստոնեական արժեքների գաղափարի վրա հիմնված, բարոյականության վրա հիմնված շարժումներ։ Նույն եթե Միացյալ Նահանգներին մենք նայենք, ուրեմն 60-ական, 70-ական թվականներին դեռ շարժում առաջացավ նոր քրիստոնեական աճեր։ Այդ բավականին հզոր շարժում էր եւ դրա հիման վրա իշխանության եկավ նույն բանը Ռեյգանը, հետո Բուշ կրտսերը, այդ Տրամպը նույնպես այդ դաշտի վրա էր խաղում եւ դա արժեքների պայքար էր արդեն, հա, պահպանողականության եւ այդ լիբերալիզմի։ Հիմա վերադառնանք Հայաստան, նախկին իշխանությունների ժամանակ մինչև 18 թվականը եկեղեցին շատ սերտ համագործակցում էր իշխանության հետ, ես չեմ ասում դա լավ էր կամ վատ էր, չեմ գնահատում։ Սակայն հանրության այն մի ստվար հատված, որը համարում էր, այ տեսեք, երկրում թալան է գնում, արդարություն չկա, եւ դա անդիմությունները միշտ քարոզել են, որպեսզի ձայներ հավաքել ընտրությունների ժամանակ, եկավ 18 թվականը, որտեղ եկավ մի մարդ պոպուլիստ, որը սկսեց դա շահագործել։ Դա շահագործելով ինքը կարողացավ այդ դիսկուրսի վրա, թալանի բանի վրա գալ իշխանության եւ հարվածներ ուղղեց եկեղեցուն։ Հիմա հանգամանքների բերումով եկեղեցին եւ իշխանությունը իրարից տարանջատվելով այս այն բացականը, որ կա ներկայիս իշխանության հանդեպ,
ուժեղացրեց եկեղեցին, հա, եւ մարդիկ եկեղեցու սկսեցին սպասելիքներ ունեն։ Այս առումով արդյոք հայ եկեղեցին այդ վիճակում չի հայտնվել ինչպես 17-րդ դարի վերջին կաթոլիկ եկեղեցին եւ ինքը արդեն պետք է իր սոցիալական հայեցակարգ ասելով նաեւ աշխատանքի էթիկայի մասին հարստանալը լավ է թե վատ է կամ արդար հարստանալը լավ է ոչ արդար հարստանալը վատ է կամ լատինական ամերիկայի կաթոլիկները բավականին ձախ հայացքներ ունեն, հա, այսինքն ուղղված են դեպի հասարակությունը։ Ինչ է կարծում, կարիքը չկա, որ եկեղեցին այս կարևորագույն հարցերի, նաև ընտանիքի հարցերի վերաբերյալ ավելի հստակ ձևակերպումներով հանդես գա եւ ավելի համակարգված աշխատի։ Ուրեմն ձևակերպումներով հանդես գալը մի թեմա է, համակարգված աշխատել այլ։ Հիմա ձևակերպումներ անելը դա անհրաժեշտություն է թերևս, բայց համակարգված աշխատելը առավել կարևոր։ Եվ ես միշտ գործնականության կողմնակից եմ, ես ավելի կողմ եմ այն բանին, որ եկեղեցին համակարգված աշխատի նույնիսկ ձևակերպումներ չունենալու, գրավոր ձևակերպումներ չունենալու պարագային, քան թե սպասի մինչև գրավոր ձևակերպումները լինեն։ Հիմա նույնը, երբ որ Լևոն 13-րդին եք մեջ բերում, բնականաբար այնպես չէ, որ կաթոլիկ եկեղեցին մինչև դա բանվոր դասակարգետ չէր աշխատում։ Կային շատ ու շատ քահանաներ, կային շատ ու շատ եպիսկոպոսներ, որոնք իրենց առաքելությունը դրա մեջ էին տեսնում, եւ նաեւ իրենք էին դարձել խոսափողը այդ բանվոր դասակարգի ուրեմն խնդիրների բարձրաձայնման, որը մղեց Լևոն 13-րդին այդ ամենը հունավորել եւ դարձնել սոցիալական հայեցակարգ եւ առաջին կոնդակը այդպես սոցիալական ուղղվածությամբ կոնդակը հրապարակել, որը դարձավ ուղենիշ մինչև այսօր կաթոլիկ եկեղեցու համար։ Բայց մենք պետք է մի բան հստակ տարբերակենք, կաթոլիկ եկեղեցու ենթահողը եւ հայ առաքելական եկեղեցու ենթահողը էականորեն տարբեր են։ Կաթոլիկ եկեղեցին ազգային եկեղեցի չի։ Նույնիսկ կարելի ասել հակազգային եւ ապազգային եկեղեցի։ Վերազգային։ Բայց դեռ միջին դարերում մինչև Գարիբալդի, այսինքն կաթոլիկ եկեղեցին բոլոր ազգային շարժումներին դեմ էր։ Գարիբալդի ազգային շարժումին էլ էր դեմ։ Եվ Իտալիայի միավորման դեմ էր։ Ուրեմն ինքը դրա համար բոլոր հեղափոխությունները ինչու նաև հագա եկեղեցական բնույթից ստացան եւ ինչու հագա կղերական ընթացք ունեցան այդ պատճառով, որովհետեւ ազգային, երբ որ օրինակ Ֆրանսիայում ազգային նկարագրի հիման վրա այդ բարձրացող հեղափոխությունները բնականաբար իրենց թշնամի տեսան նաև կաթոլիկ եկեղեցուն, որը Ֆրանսիային պահում էր Հռոմի կապանքների մեջ։ Անգլիան չէ, թագավորը ինչու ազատագրվեց, որովհետեւ ազատվի Հռոմի կապանքներից։ Այնպես որ մեր պատմական ընթացքը եւ կաթոլիկ եկեղեցու պատմական ընթացքը էականորեն տարբեր են։ Մենք ազգային եկեղեցի ենք, դա լավ է թե վատ է, դա այլ հարց է, այսօր կան նաև մարդիկ, որոնք հարցականի տակ են դնում այդ եկեղեցու ազգային լինելու իրականությունը կամ անհրաժեշտությունը, բայց հարցն այն է, որ մենք ազգային եկեղեցի ենք եւ մենք մեր առաքելությունը տեսնում ենք այս ազգի ծոցում եւ այս ազգի համար եւ այս ազգի իղձերի եւ նպատակներին հասնելու համար, այդ թվում նաև քաղաքական, այդ թվում նաև ոչ կրոնական։ Այդ պատճառով էլ բոլոր տեսակի այն հարցերը, որոնք հայ ժողովրդին զբաղեցնում են, հայ ժողովրդին մտահոգում են, այդ հարցերը մտահոգում են եւ զբաղեցնում են նաեւ հայ եկեղեցին։ Հիմա այս մեր շարժումները, որ եղան անցած 30 տարիների ընթացքում, անպայմանորեն չէ, որ հարուստի եւ աղքատի խնդիր էին։ Այո, այդպես ներկայացվում էին թալանչիներ եւ թալանվածներ։ Բայց շատ հաճախ թալանվածները ոչ թե դժգոհ էին, որ նրանք թալանչի են, այլ թալանվածների մեջ կային, որ ուղղակի դժգոհ են, որ թալանից բաժին չունեն։ Եվ ուրեմն եկեղեցին այդ բոլոր իրականության մեջ պետք է կարողանար adekvat դիսկորոշում ունենալ, չվնասելով ոչ մի հատվածը, ոչ կրոնական հատվածը, ոչ ազգային հատվածը։ Եվ եկեղեցու որոշակի ուժերի հետ կոմպրոմիսի գնալը
Ես միշտ դա բացատրել եմ եւ ոչ թե ուզեցել եմ ներկայացնել իբրև բացատրություն, այլ իբրև իրականություն, որ այն կոմպրոմիսը, որ իբրև թե եկեղեցին ուներ նախկին իշխանությունների հետ, հենված էր այդ ազգային իղձերի եւ նպատակների վրա։ Որովհետեւ նախկին այսպես կոչված թալանչի իշխանությունը, հա, ինքը բացատրում էր շատ ու շատ բացասական երևույթներ ազգային իղձերի կատարման գործում, ուրեմն թերացումներով։ Հա մենք էսի անում ենք, բայց բանակ ենք պահում, սա անում ենք, բայց Արցախ ենք պահում, սա անում ենք, բայց անվտանգություն ենք ապահովում։ Եվ դրա համար եկեղեցին շատ հաճախ ստիպված էր այդ կոմպրոմիսի գնալ եւ երբեմն չնկատելու տալ այն թերությունները կամ այն թերացումները, որոնք կային։ Բայց դա չէր նշանակում, որ եկեղեցին չէր աշխատում այդ ուղղությամբ։ Աշխատում էր։ Լավ չէր երևում գոնե։ Այո, դա չէր երևում եւ գուցե պետք էլ չէր երևար, որովհետեւ չթուլանար այն ազգային իշխանությունը, որը կար, որը ապահովում էր Արցախի անվտանգություն, որը ապահովում էր բանակի հզորություն, գոնե առաջոք ապահովում էր այդ ամենը։ Դրա համար որովհետեւ չթուլացնեինք այն իշխանությունը, որի իբրև պահում էր Արցախի հանրապետությունը եւ Հայաստանի հանրապետությունը հաղթանակած եւ հզոր, մենք շատ բաներ, ասիկեն եկեղեցին նկատելու հրաբարակային նկատելու չէր տալիս, բայց այդ մասին խոսում էր ներքին կարգով։ Իսկ ես գոնե շատ նաեւ հրաբարակային այդ բոլոր բաների մասին արտահայտվել եմ, դա հայտնի է։ Ինչ վերաբերում է այսօրվա իրավիճակին, բնականաբար այսօրվա իշխանությունը պետք է ուրախ լիներ, որովհետև իրենք իբրև թե պայքարում էին նաև այն բանի համար, որ իշխանությունը եւ եկեղեցին չսերտաճեն։ Հիմա այն վիճակն է, որ եկեղեցի եւ իշխանություն սերտաճած չեն։ Բայց դժգոհ են։ Տեսեք, իրենք ինչ են ասում են եկեղեցին վերջերս ակտիվացել է, տեսակետներով է հանդես գալի, ինչը ընդհանրապես նորմալ է ցանկացած եկեղեցու համար։ Եվ ասում են, այդ տեսեք, եկեղեցին մտել է քաղաքականություն, եթե քաղաքականություն եք մտնում, կուսակցություն ստեղծեք, եկեղեցական կուսակցություն, մասնակցեք քաղաքականությանը։ Ստեղ առաջանում են հարցեր։ Մի կողմ դնենք, որ յուրաքանչյուր հոգևորական ինքը Հայաստանի քաղաքացի եւ կարող է զբաղվել ամեն ինչով, ինչը սահմանադրությամբ թույլատրել է եւ նաեւ հավակնել վարչապետ դառնալ, նախագահ դառնալ եւ այլն, այդ հարցը մի կողմ դնենք։ Հիմա մենք փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում քաղաքականություն։ Այ եթե մենք նայում ենք նույն Միացյալ Նահանգներում դաժան պայքար է գնում, չէ, հանրապետականների եւ դեմոկրատների միջև եւ պայքարի հարցերը որոնք են, ընտանիքի հարցերն են, այդ աբորտների հարցերն են, LGBT հարցերն են, հա, այսինքն այն հարցերն են, որոնք կյանքին են վերաբերում, այսինքն այն հարցերն են, որը քրիստոնեական ուսմունքի մեջ է մտնում, հա, եւ նույն օրինակի համար Ռուսաստանը, որը համարում է բավականին նենց բանպետություն, միաբուրգ պետություն, այնտեղ ռուս եկեղեցու սոցիալական հայեցակարգում, նույնիսկ ռուս եկեղեցում գրված է, որ այն դեպքերում, երբ որ պետությունը հանդես է գալի այնպիսի եղանակով, որը քրիստոնեական բարոյականության դեմ է, քրիստոնեական արժեքների դեմ է, ապա եկեղեցին կարող է պասիվ, բայց ընդդիմանալ իշխանությանը։ Եվ ուրիշ ձևակերպում էլ ունի Ռուսիան, որ ասում է եկեղեցին իրավունք ունի ցավալիորեն պետությունը զանազանել հայրենիքից։ Այո, եւ բողոքական եկեղեցիներ կան, որտեղ նույնիսկ ասվում է, որ կարող է սպանել այդ իշխանավորին, հա, նենց ոչ բոլորը իհարկե։ Հիմա հարցը հետեւյալն է. զբաղվել քաղաքականությամբ ինչ է նշանակում։ Եթե եկեղեցին իր քրիստոնեական ուսմունքից ելնելով տեսակետներ է հայտնում տարբեր հարցերի վերաբերյալ, բայց չի գնում որպես եկեղեցի, ընտրությունների դա այդ իրավունք ունի այդ քաղաքականություն ասվածով զբաղվելու, թե այդ իրավունքը չունի։ Ուրեմն քաղաքականություն բազմաթիվ անգամներ ասել եմ, քաղաքականությամբ չզբաղվելու արգելքը դա մեր ներքին կանոնակարգային արգելք է։ Սահմանադրությունը մեզ չի արգելում, որովհետեւ այդտեղ կա սահմանադրություն, որ եկեղեցականը իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու։ Ցանկացած քաղաքացի նույնիսկ եկեղեցին քաղաքականությամբ չզբաղվելու նման արգելք չկա։ Սահմանադրությունում ընդհանրապես եկեղեցին բաժանված է պետությունից։ Թե դա ինչ է նշանակում, ոչ մեկը չի հասկացել Հայաստանի իրականության մեջ։
որովհետև եկեղեցին բաժանվել է պետությունից այնտեղ, որտեղ, ինչպես ասացի, եկեղեցին պրոբլեմ է եղել pedagogical համար, ինչպես Ֆրանսիայում։ Հայաստանը բնավ անհրաժեշտություն չուներ եկեղեցին պետությունից բաժանել։ Լեփլեցում դեմոկրատական երկրներ կան, որտեղ պետությունը եկեղեցուց բաժանված չէ, ու pedagogan մարդը նաև եկեղեցու գլուխ է, ինչպես Անգլիայում, ինչպես նորդիկ երկրներում, որտեղ թագավորը կամ թագուհին նաև եկեղեցու գլուխ են։ Բայց մենք այդ ճանապարհով չենք գնացել։ Մեր ճանապարհը այդ ճանապարհը չի։ Եվ պետություն եկեղեցու բաժանումը պետք է հասկանալ այն իմաստով, որ պետությունը չի խառնվում եկեղեցու ներքին գործերին, եկեղեցին չի խառնվում pedagogan կառավարմանը։ Այսօր էլ եկեղեցին pedagogan կառավարմանը չի խառնվում։ Բայց տեսակետ կարող է հայտնել։ Տեսակետ արտահայտում է, նամանավանդ այն հարցերում, որոնք եկեղեցու խնդիրն է, որտեղ հիմա տեսեք, նայեք, օրինակ ազգային անվտանգություն, թվում է թե եկեղեցին այստեղ գործ չունի։ Բայց ով է զբաղվել ազգային անվտանգության, pedagogical բացակայության տարերում։ Որովհետև վերջ-վերջում մենք ցավոք այն ազգն ենք, որ ավելի երկար պետություն չենք ունեցել, քան ունեցել ենք։ Եվ այդ չունեցած դարերում ով է զբաղվել ազգային անվտանգության հարցերով։ Ով է զբաղվել ժողովրդին հայրենիքում պահելու հարցերով։ Ով է զբաղվել դիվանագիտությամբ օտար ազգերի հետ։ Եվ մնացած բոլոր հարցերով ով է զբաղվել։ Հետևաբար հայ առաքելական եկեղեցին իր պատմական ժառանգությամբ, իր անցած պատմությամբ նույնիսկ իրավունք է վաստակել, այո, նաև ազգային անվտանգության հարցերի միջամտելու, որովհետև ինքը ունի փորձը, ինքը ունի կարողությունը եւ կարողունակությունը, եւ ինքը շատ ավելի լավ է կարողացել ժողովրդին պահել իր հայրենիքում, քան կարողացել են հետո եկած կուսակցությունները կամ պետական կազմավորումները։ Հիմա այս սրանք օրինակի համար ճամարտակում էին ժամանակին, շատ հաճախ ճամարտակում էին, որ ասելով ինչու համար տեղի ունեցավ ցեղասպանությունը, որովհետև pedagogical չունեինք։ Հիմա ինչու տեղի ունեցավ ցեղասպանությունը, հիմա էլ ունենք pedagogical։ Ուրեմն այնպես չի, ուրեմն ձեր ասածի համապատասխան, ուրեմն pedagogical-ը միակ երաշխիքը չի եւ միակ երաշխավորը չի ցեղասպանության կանխման ցավոք, որովհետև ունենալ թույլ pedagogical, տգար pedagogical, ուրեմն իմիտացիա նույնն է թե չունենալ։ Եվ դրա համար Պարս համեմատությունը երբ որ նայում ենք, մինչև 1890-ական թվականներ, մինչև 1890 թիվ, մինչև կուսակցությունների ձևավորումը։ Այո, տեղի են ունեցել ամեն տեսակ բան, բայց կոդորած եւ ցեղասպանություն չի տեղի ունեցել։ Այն ժամանակները, երբ որ եկեղեցիներ այս ազգի գլուխ կանգնած եւ եկեղեցիներ առաջնորդում այս ազգին։ Երբ որ 1890-ականներին եկան եւ ասին քաշվեք դուք ստրգության մեջ եք պահում ժողովրդին, մենք պետք է ազատագրենք ժողովրդին, ընդամենը 30 տարվա մեջ հայ ժողովրդին ինչ օրի հասցրին։ Սա շատ խորը խոսակցություն է, որը երևի այլ առիթով կարելի է շատ խորանալ։ Ուրեմն վերադառնալով այդ իմաստը, ուրեմն նույնիսկ այդ հարցերում հայ եկեղեցին իր ներդրումով, իր մասնակցությամբ, հա, Բերլինի կոնգրեսում իր մասնակցությամբ, չէ, Բերլինի կոնգրեսում եկեղեցիներ չէ մասնակցում։ Ավելի նպաստավոր գործունեություն է ծավալել, ավելի կարողունակ գործունեություն է ծավալել, pedagogical բացակայության պայմաններում ավելի flexible, ճկուն, ուրեմն դիվանագիտություն է ունեցել, քան դες 30 տարի pedagogical կոչված է։ Սրբազան, տեսեք, ինչ էր Թուրքիան ներկայացնում այդ ժամանակ, դա հիմնականում ու հիմնական 4 միլետներն են, հետագայում դրանց թիվը շատացավ, այդ միլետների կորպորացիան էր։ Եվ ամեն մի միլետ, կրոնական համայնք, նաև հայկական կրոնական համայնքը, ինքը պետության հետ օրենքներով կարգավորված էին հարաբերությունները, ուներ իրավունքներ կրթական համակարգում, դատական ներքին համակարգում, ժառանգության խնդիրներ եւ այլն եւ այլն։ Այստեղ եկավ այդ Թուրքիայի նաև այդ պետության տրանսֆորմացիան, ինքը երբ որ գնաց ազգային պետության,
արդեն այդ միլետների համակարգը ինքը փոխվեց եւ տեղ նաեւ այդ պատճառը կա, բայց ես ուզում եմ, սա երկար խոսակցության թեմա է, շատ հետաքրքիր, եթե դուք համաձայն եք այլ առիթով իհարկե կարող ենք խոսել առանձին այս թեմայով, բայց ես ուզում եմ վերադառնալ այն հարցին, թե երբ որ ասում ենք պետությունը եւ եկեղեցին իրարից տարանջատված են, դա ինչ է նշանակում։ Գիտենք միջև 17-րդ դարի կեսերը, միջև այդ Վեստֆալյան պայմանագիրը իշխանության լեգիտիմությունը գալիս էր եկեղեցուց, այսինքն իշխանությունը Աստծուց է, եկեղեցին օծելով թագավորներին, ասում էր այս թագավորը Աստծուց ստացավ իշխանություն։ Երբ որ 17-րդ, 18-րդ դարից վիճակը փոխվեց, արդեն լեգիտիմությունը իշխանության, արդեն ընտրությունների միջոցով էր եւ եկեղեցին դուրս եկավ իշխանության լեգիտիմություն տվողի դերով։ Եվ այդ իմաստով մենք կարող ենք հասկանալ այո պետությունը եւ եկեղեցին տարբերվում են եւ եկեղեցին չի դնում այն նորմերը վերջնական, ինչն է ճիշտ, ինչն է սխալ, ինչպես պետք է անել եւ այլն։ Բայց եկեղեցին եւ պետության տարանջատված լինելը դա նորից եմ կրկնում չի նշանակում, որ եկեղեցին իրավունք չունի տարբեր հարցերի շուրջ տեսակետներ հայտնի եւ զբաղվի քաղաքականությամբ, որտեղ քաղաքականությունը այն ամենն է, ինչը մեզ շրջապատում է։ Կրթությունն է քաղաքականություն, ընտանիքի խնդիրներն են քաղաքականություն, կամ նայեք, հա, ասենք մի հատ այդպես մի հարց տամ ձեզ, այլ հետաքրքիր է ձեր կարծիքը։ Հիմա Հայաստանում կանանց թիվը ավելի շատ է, քան տղամարդկանց։ Հիմա կինը ինչ որ տարիքի է հասնում, տեսնում է, որ չի ստացվում կյանքը դասավորել, ասենք երեխա է ունենում։ Հիմա հասարակության եւ եկեղեցու վերաբերմունքը այդ կնոջ նկատմամբ, միայնակ մոր նկատմամբ, դա բացասական է, թե եկեղեցին օրինակի համար կարա քարոզի, որ եղեք հանդուրժող նման կանանց նկատմամբ, կարևորը այս նման հարցերի շուրջ նույնպես, ես պատահական օրինակ բերեցի, այդ վերաբերմունքը եւ մթնոլորտ ստեղծելը նույնպես շատ կարևոր է։ Ուրեմն շատ լավ օրինակ եք բերում, ես դա ասեմ, եկեղեցին դրա լուծումը վաղուց գտել է եւ երկու զանազան դաշտեր կան, որոնք կարող են երբեք իրար հետ շփման մեջ չմտնել։ Առաջինը դա դոգմատիկայի, ասենք դավանական մակրության, բարոյական նորմերի անխախտելիության սկզբունքն է, որտեղ մեղքը մեղք է։ Եվ այստեղ եկեղեցին զիջում չունի, չի կարող մեղք ասել, որ չէ, այլևս մեղք չի։ Այդ 19 դար մեղք էր, 20-րդ դարում այլևս մեղք չի։ Այսի բաներ չկան։ Եկեղեցին շատ հստակ գիտի որն է մեղքը եւ որն է ուրեմն առաքինությունը։ Սա դոգմատիկան է։ Բայց սրանից բացի գոյություն ունի հովվական ծառայության դաշտ։ Իսկ հովվական ծառայության դաշտում բոլորը այդ հովվական խնամքի ներքո են, որտեղ բոլորն էլ մեղավոր են։ Եվ ուրեմն կոնկրետ հենց միայնակ մայրության բարագային։ Այո, եկեղեցին չի քաջալերում միայնակ մայրությունը եւ դա բնականաբար համարում է մեղք։ Բայց չի նշանակում, որ եկեղեցին հովական խնամք չի տանում միայնակ մայրերի նկատմամբ, եւ միայնակ մայրերի զավակների նկատմամբ։ Ցանկացած հոգեվորական հետ կարող եք խոսել, ինքը կասի, որ այո, բեմից, այո, մենք քարոզում ենք, դադապարտում ենք այդ մեղքը։ Բայց ոչ չենք դադապարտում մեղավորին, նույն մեղավորին մենք սիրում ենք։ Բայց նույն մեղավորին մենք չենք ասում, որ դու լավ ես արել։ Մենք դա ամենը ասում ենք, որ այո, մենք հասկանում ենք վիճակը։ Ըմբռնում ենք։ Քո սխալը ներում ենք։ Քեզ հավասարապես սիրում ենք։ Բայց դա չի նշանակում, որ դա արդեն նորմալ է։ Չէ, բայց կարելի է հանրության մեջ մթնոլորտ ստեղծել, քարոզել, որ վերաբերմունքը օրինակ այս դեպքերում լինի դարձյալ նույն հանրության մոտ մենք ուզում ենք ձևավորել նույն մոտեցումը, չընդունել մեղքը, բայց ընդունել մեղավորին։ Հիմա հարցը այն չի միայն, որ գիտեք ինչ արդամուսնական ինչ-որ հարաբերություն է տեղի ունեցել եւ արդամուսնական հարաբերության ընթացքում զավակի ծնվել, հարցը միայն դա չի։ Եկեղեցին շատ ավելի գլոբալ է վերցնում բոլոր ամբողջ հարցը։ Ընտանիքի խնդիր է։ Մարդը պետք է մեծանա ընտանիքի մեջ։ Երեխան հայր ունենալու իրավունք ունի։
Ոչ մի կին իր անձնական երջանկության համար իրավունք չունի իր զավակին զրկելու հայր ունենալու իրավունքից։ Այդտենց է ստացվել։ Հասկանում, այդտենց է ստացվել, մենք ներում ենք, ներողամիտ մոտենում ենք, բայց դա չի նշանակում, որ դա լավ է, դա չի նշանակում, որ դա նորմալ է, եւ դա չի նշանակում, որ դա քաջալերելի է, որովհետեւ երեխայի իրավունքը ոտնահարվում է։ Երեխան չի ճանաչում իր հորը, կամ եթե ճանաչում է զուտ նոմինալ։ Բայց երեխան իրավունք պիտի ունենա հայր ունենալու եւ հոր խնամքի մեջ մեծ։ Նույն իմաստով ինչու ենք մենք ամուսնալուծությունների դեմ։ Եվ ինչու ենք պայքարում ամուսնալուծությունների դեմ, որովհետեւ մեր հիմնական գաղափարական հենքը ընտանիքն է։ Մի կին, մի զավակ դա ընտանիք չի։ Ընտանիքը հայր, մայր եւ զավակներ։ Եվ ընդ որում այնքան զավակներ, որքան Աստված է տալիս։ Ինչու ենք աբորտին դեմ։ Որովհետև Աստծո արարչագործության նկատմամբ մենք ըմբոստանում ենք։ Մենք ուզում ենք ամուսնությունը վայելել, բայց պարտականությունների մեջ չմտնել։ Ամուսնական կյանքը ընդունում ենք իբրև վայելք եւ ոչ իբրև պարտականություն։ Այնինչ Աստված տվել է եւ իբրև վայելք եւ իբրև պարտականություն։ Չես կարող խուսափել մեկից եւ մնալ մյուսի մեջ։ Ուրեմն այդ բոլոր ցանկացած հարցերը ուրիշ ընտանիքից դուրս կարող ես ուրիշ հարցեր կարող ես գնալ։ Մենք հանցագործի մարտասպանի նկատմամբ ենք հովվական խնամք տածում։ Բանդերում մենք հովվական խնամք ենք տածում բոլոր հանցագործների նկատմամբ։ Երբեմն նաև այն հանցագործների նկատմամբ, որ մյուս հանցագործները չեն ընդունում։ Եվ երբեմն դրանով մենք վտանգում ենք նույնիսկ մեր հովվական հեղինակությունը այն մյուսների մոտ։ Բայց եկեղեցին բոլոր մարդկանց ընդունում է իբրև Աստծո պատկեր եւ նմանություն, եւ ինքը առաքելություն ունի նրանց հետ, եւ առաքելություն ունի նաեւ ցույց տալու այդ մեղքը եւ բուժելու այդ մեղքը, այդ մեղքի խայթոցից ազատելու այդ մարդուն։ Իսկ այսօր աշխարհը հագարակ process-ն է մտնում։ Ինքը սկսում է կամաց մեղքերը վերացնել։ Սա մեղք չի, սա մեղք չի, սա էլ մեղք չի։ Եվ ամենակարևոր բանը ամոթը վերացնել։ Այսօր ամոթը համարվում է կոմպլեքս։ Եթե ինչ-որ բանից ամաչում ես, նշանակում է կոմպլեքսավորված ես։ Բայց հենց Աստվածաշունչի առաջին հատվածները կարդում ենք, չէ, երբ որ մարդը հանցանք գործեց, ամաչեց եւ պատասպարվեց եւ իրեն ծածկեց տերևներով։ Ուրեմն ամոթը այն ժամանակվանից գալիս է իբրև բնական ռեակցիա մեղքի։ Եվ ուրեմն քո մոտ ինչպես սխալ է, չէ, այնպիսի վիճակ ստեղծել մարդու մոտ, որ մարդու տաքությունը չբարձրանա եւ ինքը ռեակցիա չունենա ինֆեկցիայի նկատմամբ, չէ։ Նույն բանը ամոթն է։ Ամոթը տաքությունն է։ Պետք է ամոթ ունենա մարդ, որովհետեւ կարողանա այդ ինֆեկցիայի դեմ պայքարել։ Հիմա երբ որ դու ամոթը վերացնում ես, ինֆեկցիայի դեմ նա դառնում է անպաշտպան։ Սրբազան, տեսեք, կյանքը փոխվում է։ Եվ այդ կյանքի փոփոխությանը նաև ես ասում եմ իմ կարծիքով ոչ թե եկեղեցին պետք է փոխվի, այլ եկեղեցին պետք է կարողանա այդ փոփոխություններին արձագանքել, որտեղ նոր խնդիրներ են առաջանում եւ այդ խնդիրներին արձագանքելու համար անհրաժեշտ է լինում տարբեր եկեղեցիներ ունեն իրենց փիլիսոփայական դպրոցները, աստվածաբանական դպրոցները, գրականությունը, արվեստը եւ դա մի համալիր է, որտեղ անընդհատ այդ վերարժեքավորման, մեկնաբանության, գնահատման, sense մի դաշտ է ձևավորվում, դա միայն եկեղեցին չի։ Մարդիկ, որոնք ընդունում են ինչ-որ քրիստոնեական արժեքների համակարգը եւ մեր եկեղեցում իմ տեսակետից կարող է սխալվում եմ, դուք կասեք, ուղեք, այդ փիլիսոփայական, աստվածաբանական, այդ մշակույթի, այդ քրիստոնեական արժեքների հետ կապված այդ դաշտը համենայն դեպս ինձ համար չի երևում եւ միայն եկեղեցին առանց նման ինստիտուտների, նման համակարգի չի կարող լիարժեքորեն գործել։ Որտեղ աստվածաբանությունն էլ անդադ զարգացող process է։
Այո, բայց ես ասեմ, հայ եկեղեցին բոլոր եկեղեցիների մեջ իր աստվածաբանությամբ, իր մտածողությամբ ամենաճկուն եկեղեցին է։ Դուք խոսեք բոլոր օտարների հետ, բոլոր օտար եկեղեցաբանների եւ եկեղեցագետների հետ, որոնք ճանաչում են ուրիշ եկեղեցիներ եւ ճանաչում են հայ եկեղեցին, իրենք ձեզ կասեն, որ հայ եկեղեցին զարմացնում է բոլոր օտար եկեղեցագետներին եւ եկեղեցաբաններին ֆանտաստիկ ավանդապահությամբ եւ ֆանտաստիկ լայնախոհությամբ։ Հենց ես մի դասախոս ունեի, երբ որ ուսանում էի Հռոմում, լուսահոգի, ինքը իր ժամանակի մեծագույն ծիսագետներից էր եւ ինքը ասում էր, թե դա իր դասերի մեջ ասում էր հայ եկեղեցին այն եկեղեցին է, որ ծայրահեղ ավանդապահությունը կարողացել է զուգակցել ծայրահեղ լայնախոհության հետ։ Իր ավանդապահությունից ոչինչ չի զիջում։ Բայց ցանկացած նոր գաղափար, որ կարող է օգտագործել այդ ավանդության պահպանման համար, ինքը յուրացնում է անմիջապես։ Այդպես է եղել 4-րդ դարից սկսած։ Այդպես է եղել, որ բոլոր տեսակի նորությունները հայ եկեղեցին առաջինն են ընդունել։ Այնպիսի մի հասարակ բան նոր ինչից որ խոսում է։ Հայ եկեղեցին կանանց ընտրական ընտրելու եւ ընտրվելու իրավունք է տվել ավելի շուտ, քան շատ երկրներ։ Օրինակ Մեծ Բրիտանիայից եւ եվրոպական երկրների մեծամասնությունից ավելի շուտ է տվել ընտրելու եւ ընտրվելու իրավունք հայ եկեղեցին տվել 1912 թվականին։ Սա ինչի մասն է խոսում։ Սա խոսում է այն մասին, որ հայ եկեղեցին առաջամարտիկ է եղել։ Պատկերացնում եք 1912 թվականը։ Երբ որ Շվեյցարիայում 1979 թվականին կանայք ընտրելու 1912 թվականին Գևորգ 5-րդ կաթողիկոսի կոնտակով կանանց տրվել է ընտրելու եւ ընտրվելու իրավունք ծխական մարմիններում, թեմական մարմիններում։ Սա երբ ես ուրիշներին ասում եմ, օտարներին ամանավանդ, զարմանում են ինչպես է հնարավոր այդպիսի բան։ Այսինքն հայ եկեղեցին իր գործնականության մեջ այո, երբեմն մեր փորձառության, երբեմն մեզ դեմ է դուրս գալիս իբրև ծայրահեղ ավանդապահ, որ մեզ կարող է սարսափեցնել, ոնց տեսնում, ասանք 5-րդ դար, բայց կարող է շփվենք մի այնպիսի երեսի հետ, որ զարմանանք, թե ինչ լայնախոհ է, ինչ առաջամարտիկ է, ինչ ժամանակակից եկեղեցի է։ Երկեհոնների գործածությունը ոչ մի պրավոսլավ օրթոդոքս երկրներում երկեհոնի գործածություն չկա։ Նույնիսկ արգելված է։ Երկեհոնի գործածությունը հայ եկեղեցում արտոնված է։ Հայ եկեղեցին առաջինն է եղել, որ էլեկտրականությունը թույլ է տվել, որպեսզի մտնի եկեղեցի։ Նույնիսկ դա պայքարի թադերաբեմ է եղել եկեղեցիներում էլեկտրականություն օգտագործել, թե չօգտագործել։ Նոր տոմարը ընդունել, թե չընդունել։ Մինչև հիմա պրավոսլավ աշխարհը նոր տոմարի դեմ խաչակրած արշավանքի, որովհետև որ կաթոլիկ եկեղեցու պապի կողմից է, Գրիգոր պապի։ Հայ եկեղեցին առաջիններից մեկն է նոր տոմարը ընդունել եւ ապրում է նոր տոմարով, այսինքն այն տոմարով, ինչը որ աշխարհն է ապրում, ոչ թե ինքը ապրում է մի այլ իրականության մեջ, աշխարհը մեկ այլ։ Եվ այսպես բազմատիվ օրինակներ կարող ենք բերել, եւ այսօր էլ կարող ենք բերել բազմատիվ օրինակներ, որ եկեղեցին շատ ժամանակի հետ քայլ է բռնում, բայց ժամանակի հետ քայլ բռնելով իր դավանական ուսուցումից, իր դավանական ըմբռնումներից, իր բարոյագիտական ըմբռնումներից ոչ մի նշանախեց, ասենք ավետարանախոսքով ոչ մի նշանախեց չի զիջում։ Սրբազան, ուրեմն Եվրոպայում, Միացյալ Նահանգներում կար տեսակետ, որ եկեղեցին այլևս կորցրել է իր դերը հանրության կյանքում, գնալով դա նվազում է եւ ինքը ըստ էության այլևս անելիք չունի, հա, ինչ որ համայնքներում, ինչ որ բաներում քարոզում են եկեղեցիները մզկիթ են դառնում կամ թանգարան են դառնում կամ պատկերասրահ են դառնում եւ այս վերջին մշակութային պատերազմները, որոնք սկսեց Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում, ինչ որ նոր process է սկսվում եւ այդ պահպանողականության եւ լիբերալիզմի պայքարում, որը նաեւ քաղաքական բնույթ ունի, արդեն կուսակցությունների պայքարի տեսքով եւ այլն, նույն հիմա Միացյալ Նահանգներում տեսնում ենք, որ
այդ պահպանողականությունը գնալով ավելի ուժեղանում է եւ պահպանողականությունը շատ կոնկրետ խնդիրներին է վերաբերում ընտանիքի հարց, այդ սեռական կյանքի եւ այլն, գիտեք ինչի մասին է խոսքը, եւ այստեղ եկեղեցիները արդեն ուզեն թե չուզեն, իրենք մտնում են այս իմաստով քաղաքականության մեջ, այդ արժեքային պայքարում, եւ հարցը հետեւյալն է, օրինակ, հայկական եկեղեցին ձեր կարծիքով ունի այդ ինտելեկտուալ ներուժը, այդ պատրաստվածությունը, այդ տարբեր ձև մարդկանց հետ տարբեր ձևի խոսելու, իրենց հասկանալի լեզվով խոսելու այդ ներուժը ունի, թե այդ ներուժը բավականին թույլ է նման բարդ աշխատանքի համար։ Հայ եկեղեցին ունի այդ ներուժը, բայց չենք ասի, թե դա բավարար է։ Պետք է ավելին էլ ունենա, բայց դա նաև ազգի խնդիրը պետք է լինի, որովհետև բազմաթիվ անգամներ ես այդ մասին անդրադարձել եմ։ Մեր ժողովրդի մոտ կարծես թե այն կարծիքը կա, որ հայ եկեղեցին ինչ-որ այլ աղբյուրներից սնվում, ինչ-որ այլ աղբյուրներից ծնվում, ինչ-որ այլ աղբյուրներից կադրեր է ստեղծում, այդպես չի։ Բայց հայ ժողովրդից են գալիս, մենք հայ ժողովրդից ենք։ Հայ ժողովուրդը պետք է, եթե ինքը սպասելիքներ ունի հայ եկեղեցուց մեծ, ինքը իր լավագույններին պետք է նվիրի եկեղեցու։ Ինքը իր լավագույններին չի ուզում տալ։ Եվ հիմնականում եկեղեցական դառնում են այն տղաները, որոնք պարզապես բուռն ցանկություն ունեն եկեղեցու ճանապարհով ինչ-որ ծառայելու այս ազգին։ Եվ ուղղակի զարմանալ կարելի է, թե ինչպես այդ տղաները, որոնց մեծ մասը վստահաբար, եթե ուսումնասիրեք կենսագրությունները, կտեսնեք, որ ունես լավ գնահատականներով չեն ավարտել միջնակարգ դպրոցը։ Այն ինչ-որ ձևով հազիվ դժվարությամբ էլ ընդունվել են, ասենք, ջեմարան։ Եվ 6 տարի, ասենք, ջեմարանական կրթությունից հետո դառնում են փայլուն դեմքեր։ Բայց եթե լավագույնները գային, բայց եթե լավագույն կադրերը կարողանային գալ եւ ցանկություն ունենային գալ եւ նվիրվելու եկեղեցական ծառայության։ Կուսակրոնության հարցը նաև չուզելով բարձրացրեցիք, որը հիմա նույնպես կուսակրոնության հարցը դա ռեֆորմի հետ կապված հարց չի։ Եկեղեցին իր բազմադարյան փորձառությամբ համոզվել է, որ կուսակրոնությունը դա եկեղեցվո ողնաշարն է, դա եկեղեցվո մահապարտներն են։ Եվ առանց մահապարտների, ինչպես առանց մահապարտների պետությունն էլ չի կարող հեռու գնալ։ Առանց մահապարտների եկեղեցին չի կարող ապրել։ Հիմա տեսեք բողոքական եկեղեցիները ժամանակին այդ մահապարտությունը վերացրեցին։ Եվ իրենք տգարացան։ Այսօր բողոքական եկեղեցիները խիստ տգար են, լութերական եկեղեցիներ ամենատգար, անգլիկան եկեղեցիներ ամենատգար եկեղեցիներն են։ Իրենք պարբված են այդ կենսունակությունից, որովհետև իրենք մահապարտներ չունեն։ Կաթոլիկ եկեղեցին կարողանում է այս բոլոր մարդահրավերներին դիմանալ իր բացարձակ մահապարտների, ծայրահեղ մահապարտների միջոցով, որովհետև իրենց մոտ միայն կուսակրոնություն է։ Հայ եկեղեցում գոյություն ունեն եւ կուսակրոններ եւ ամուսնացյալներ։ Ամուսնացյալները տանում են այնքան լուծ, որքան իրենք կարող են կրել, որովհետեւ նաեւ այլ լուծ ունեն ընտանեկան, իսկ կուսակրոնները վերցնում են այն լուծը, որ իրենք վիճակի են տանելու եւ տանում են։ Եվ դրա համար է եկեղեցին հզոր նույնիսկ մի քանի կուսակրոններով։ Եթե դուք համեմատեք, ասենք, կադրային բազան հայ եկեղեցվո եւ մնացած որևիցե մի կառույցի, կտեսնեք, որ հայ եկեղեցին իր քիչ կադրերով հսկայական ներկայություն է, քան թե մնացած մարդիկ, մնացած կառույցները իրենց հսկայական կադրային բազայով։ Սա ինչի մասն է խոսում։ Սա խոսում է հենց այդ ներուժի մասին։ Բայց այո, այդ ներուժը կարելի է կրկնապատկել, եռապատկել, քառապատկել, տասնապատկել։ Եթե հայ ժողովուրդը իր մտածումի մեջ ունենա իր լավագույնին տրամադրելու եկեղեցական ասպարեզին։ Մեր ընտանիքներում, երբ որ մեծամասամբ մի տղա, մի զավակը ուզում է հոգևորական դառնալ, ստրես է ծնողների համար։ Փոխանակ ուրախանան, ստրես են ապրում։ Իրենք համարում են կորուստ, դա իրենց սեփական ընտանեկան կյանքի համար, որովհետև մենք ընտանիքն էլ իբրև սեփականություն ենք ընկալում։ Միշտ ընտանիքը սեփականություն չի։ Ընտանիքը ծառայություն է, զողողություն է։
Եվ ընտանիքին պետք է մոդելնալ իբրև զողողություն, եւ պետք է ուրախ լինես, որ քո տղան այնքան գիտակցություն ունի, որ ցանկություն ունի նվիրվելու ազգի ծառայության, որովհետեւ ինքը չի գնում եկեղեցական դառնալու, ինչպես սովետական ռոպագանդան էր ասում եւ մինչեւ հիմա իներցիայով գնում է դա, չի գնում ինչ որ բան վաստակելու ուրիշ այնքան ճանապարհներ կան։ Ինչպես կարելի է կուսակրոն դառնալ ինչ որ բան վաստակելու համար։ Հնարավոր է։ Սրբազան շատ հարցեր կային, որոնց մասին ես կցանկանայի խոսել, բայց դրա համար ժամեր են պետք լինելու, մենք չենք հասնի, նաև հարցեր պատմական հարցերի շուրջ, աստվածաբանության շուրջ, հարցեր անսպառ են, սոցիալական հայեցակարգի եւ եկեղեցու հնարավոր դերի մաս է այսօր ժամանակակից կյանքում, եկեղեցու, ես չեմ ուզում ասեմ ռեֆորմացման, բայց ինչ որ ձևի վերափոխման, որտեղ եկեղեցին կենթանի օրգանիզմ է, մենք էլ հասարակությունը կենթանի օրգանիզմ ենք, քրիստոնեությունն էլ կենթանի օրգանիզմ է, կյանք է, եւ միշտ ինչ որ տրանսֆորմացիաների արձագանքելու ժամանակակից խնդիրներին պահանջը կա, եթե այլ առիթ լինի, եթե դուք էլ համաձայն եք, ես մեծ ուրախությամբ կարանք հատվածական այս թեմաները վերցնել եւ զրուցել։ Սիրով։ Այսօրվա համար նորից շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։